անընդհատ ձեռքբերումի համար ձեռքբերում է պետք ունենալ։ Թանկացել է, թուղթ չկա, բնականաբար այն մարդով պարալիզացավ ու ասենք ելքը չի գտնում, վախից փակվում է։ Հիասթափությունից ինչ է անելու այդ մարդը, ինչով է ապրելու, ոչ մեկին չի հետաքրքրում, ցավոք սրտի եւ շատ կարեւոր բան, տնտեսվարողների մեծ մասը 50 մեծ մասը, չեմ ասում, մեծ են, այսինքն դժվար է ֆիզիկապես ներկա լինելը։ Հիմա այս երկրում ֆիզիկական հարցեր է լուծվում, հա, խոսքը տեղ չի հասնում տեղ։ Ոլորտները այնց է որ ունեն էլի մասնագետներ կարող են յուրաքանչյուրը իր նախարարություններից դուրս գա հակած կապած որ այդպես նստում են ու աշխատավարձ են ստանում թող ամեն մեկը իրենց ամեն կուսակցությունից ինչ որ մարդ ուղարկեն յուրաքանչյուր բնագավառ շորի բնագավառ ոսկու բնագավառ մյուս բնագավառները գնան ուսումնասիրեն հասկանան խոսքը ինչ այս մարդիկ իրոք ճիշտ են ասում թե չէ լավ գուցե խաբում են ժողովուրդը բայց ձեզ ինչու չեն անում ժամանակ չունեն։ Հարցին պատասխանում ժողովուրդ։ Նշեցիք, որ պատրաստ եք ցանկացած մեկի հետ, ով կփորձի ձեր խնդրին լուծում տալ, ճանապարհ գնալ, ընդդիմադիրներից օրինակ ինչ որ ուշից ուր են։ Թեկուզ ընդդիմադիրները հիմա։ Նրանք ընդդիմադիրներ չեն համարում երևի։ Թողեք խոսեմ։ Միջև հիմա մենք չենք ուզել հարցը քաղաքական է։ Քաղաքական աստարստանա չենք ուզել։ Մենք ուզել ենք ուղղակի լինի տնտեսական հարց։ Տնտեսական, երկրի տնտեսական հարց։ Ընդդիմադիր քաղաքական գործիչներ ուղղակի մոտեցել չեն մոտեցել, որովհետև մենք ի սկզբանե մեսիջ ենք ուղարկել, որ չենք միանալու։ Տարել են քաղաքական կետի, չենք թողել, որ այդ կետի գնա։ Բայց հիմա կարծում եմ արդեն ժամանակն է, որ այս երկրում առանց քաղաքական ինչ-որ բանի չի լինում հարց լուծել։ Հիմա արդեն ոնց որ նայում ենք, չի լուծվելու ոչ մի ձև։ Հիմա արդեն երևի դժգոհությունները բոլոր ոլորտում են, հասկանում եք։ Առավոտը ճանապարհ էին փակել, ինչ որ շենք մարդիկ վճարած շենքի բնականաբար բանկը ուզում է վերցնի, արդեն դժգոհությունները տարբեր տեղերից շատացել են։ Ուզես չուզես ավտոմատ դառնում է հարցը քաղաքական։ Քաղաքապետարանը խոսք է տվել նրանց, որ հանդիպելու է իրենց հետ։ Դուք այսօր ինչ որ սպասելիք ունեք, որ խոսենք գոնե։ Մեր քաղաքապետարանն է։ Որովհետև այսօր կոռուպցիա ասում եք կա թե չկա, պետական մակարդակով կա։ Օրինական կոռուպցիա է դարել։ Հիմնադրամը Սամսոնը գործարար լավ խոսեց, չէ՞։ Լավ բացատրեց։ Թող լսեն հասկանան։ Անցյալ շաբաթ կառավարությունը նախագծի հավանություն տվեց, որը 7.3 միլիարդ պիտի տրամադրի աջակցություն տնտեսվարողներին, որոնք բախվել են այս խնդիրներին։ Մեծ ենք հեքիաթների չենք հավատում։ Կառավարությունը պիտի տրամադրի դիմում տվողներին։ Ինքը ինչ գիտի, ովքեր են դիմում տալու։